եթե ամուսնացյալ քահանան կամ սարկավակը խախտում է ինչ-որ կանոն եկեղեցական, նույնիսկ այդ դեպքում այս ամենը քննվում է 2-3 ամիս։ Առավել ևս այսօր եպիսկոպոսության պարագային կարծում եմ վեհապարը հստակ գիտի եւ գիտակցում է եւ տեսնում է եւ տիրապետում է այն ամեն ինչին, ինչը որ կատարվում է այսօր։ Եվ ինքը Գերագույն հոգևոր խորհուրդը եւ ազգային եկեղեցական ժողովը կարծում եմ կկայացնեն այդ որոշումը եպիսկոպոսներին կարգալույց կանեն, չգիտեմ, կզրկեն պաշտոններից, օրինակ մենք տեսանք, որ 3 եպիսկոպոս հոգևոր խորհրդից Գերագույն հոգևոր խորհրդի պատգամավորությունից, այսինքն մասնակցությունից դուրս մնացին։ Դա ես կարծում եմ, որ առաջին քայլն էր եւ ես կարծում եմ, որ շուտով վեհապարը կայացնի իր որոշումը, որովհետեւ եկեղեցին, ինչպես ասացի, մոնարխիկ կառույց է եւ եկեղեցին ինքն է որոշում եւ վեհապարն է որոշում, որտեղ նշանակի թեմի առաջնորդ, որտեղից հանի, ում նշանակի եւ ում բերի նրա փոխարեն։ Լավ, հետաքրքիր է, եթե այնուամենայնիվ մեղական այդ մարդիկ ապաշխարեն, վերադառնան, շարունակելու են նույն պաշտոնում ղեկավարել, մնալ նույն պաշտոնում, չէ՞ որ արդեն կյանքը ցույց է տվել, որ այդ մարդկանց չի կարելի վստահել, որ նրանք ցանկացած պահի կարող են թիկունքից հարվածել, որպես գործիք օգտագործվել եկեղեցու դեմ։ Կորոշի վեհապարը, թե ինչ կանի։ Չեմ կարող ասել, թե որ պաշտոններում կլինեն այդ մարդիկ, եթե նույնիսկ զղջան հետ վերադառնան, բայց այդ մարդկանցից նույնիսկ մարդիկ են եղել, ովքեր որ ասել են, որ արդեն ուշ է վերադառնալու համար։ Իրենք, ընդունում են, որ արդեն ինչու է ուշ։ Դե որովհետև մտել են այդ ամեն ինչի մեջ, քայլը արել են եւ բայց չէ՞ որ քրիստոնեությունը այդպիսի կրոն է, որ երբեք ուշ չէ, քանի կենթանի ես։ Եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես եւ գիտակցում ես այդ ամեն ինչը։ Այն հոգեվորականը, ով ստացավ օծում իր ճակատին եւ ձեռքերի մեջ, պետք է ցկյանս հավատարիմ լինի մայրաթորին։ Հավատարիմ լինի իր ուխտին։ Մայր աթոռում օծում ստացած հոգևորականը պետք է մինչև իր կյանքի ավարտ հավատարիմ լինի 301 թվականի ուխտին։ Պետք է հավատարիմ լինի իր օծման ուխտին։ Պետք է հավատարիմ լինի իրեն այդ օծմանը արժանացրած վեհապարի տված ուխտին։ Եվ յուրաքանչյուր մեկը, ով դրժում է այս ուխտը, դառնում է ուխտադրույժ։ Հետևաբար մենք տեսնում ենք այն ամենը, ինչ որ կատարվում է, տեսեք դուք ինձ մի քանի րոպե առաջ հարցրեցիք, թե դուք ինչու մասնակից չեք, դուք եք նախկին հոգևորական։ Ես ունեմ ուխտ մայրաթորի հանդեպ։ Ես չեմ լքում այն կառույցը, որտեղ որ կայացել եմ, որտեղ որ շնչել եմ, որտեղ որ ապրել եմ, որը որ ինձանից կերտել է այդ մարդուն։ Հետևաբար ես այն ուխտը, որը որ ունեմ, ես հիմա էլ կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր որ դեմ են գնացել սրան, վերադառնան, ինչպես մայրաթորն է ասում, կանոնական դաշտ։ Քանի որ այսօր դեռ ուշ չէ։ Ես ցավում եմ, որ ես լինելով կոչումով մի քիչ ավելի ցածր, սա ասում եմ եպիսկոպոսներին, բայց որպես թեկուզ կրտսեր եղբայր եմ ասում։